Տավուշի մարզում մեկնարկեց Ֆրանսիայի Օդեսեն դեպարտամենտի և Տավուշի մարզպետարանի համատեղ ծրագրային գործողությունը, որի նպատակն է ստեղծել մարզային ագրոզբոսաշրջային ցանց, նպաստելով գյուղական բնակավայրերի զարգացմանը, տեղական արտադրանքի խթանմանը և զբոսաշրջային նոր հնարավորությունների ստեղծմանը։ Նախնական կա մոտ 50 կազմակերպություն, որոնք հետաքրքրված են զբոսաշրջության և գյուղատնտեսական ոլորտները համադրելուն և ագրոզբոսաշրջային արդյունք ստեղծելուն, հիմնական նախադրյալը դա է, հիմնական նպատակը դա է, սակայն կան հեռահար նպատակներ, դա հայ-ֆրանսիական գործարար համագործակցության զարգացումն է ապակենտրոնացված մակարդակում, այսինքն տեղական մակարդակում, և սրա վրա կատարվում է հատուկ շեշտադրում։ Ծրագրի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձում սահմանամերձ համայնքներին, Կիրանցի տարածաշրջանում, նոր սահմանազատված հատվածում գործարար միջավայրի ձևավորմանը, այդ գործարար միջավայրի շրջանակում հայ-ֆրանսիական բիզնես համագործակցության զարգացմանը և փորձարվում իհարկե մարզի զբոսաշրջային ներուժը, քիչ օգտագործվող ներուժը ավելի մեծ չափով հանրայնացնել և դրա շրջանակում ապահովել բարեկեցության նոր շրջանակ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է միավորել Տավուշի մարզի գյուղատնտեսական, զբոսաշրջային և համայնքային ներուժը ձևավորելով համագործակցության նոր հարթակներ։ Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու փոքր և միջին տնտեսություններին, զարգացնելու ագրոզբոսաշրջային ծառայությունները և բարձրացնելու մարզի ճանաչելիությունը թե Հայաստանում, թե միջազգային հարթակներում։ Այս միջոցառումը Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության շատ լավ օրինակ է, մասնավորապես Օդեսեն դեպարտամենտի և Տավուշի մարզի միջև համագործակցության։ Կարևոր է զարգացնել տեղական դերակատարների կարողությունները, ստեղծել տեղական հնարավորություններ, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և ավելի կոնկրետ ագրոզբոսաշրջության ուղղությամբ, որն այսօրվա միջոցառման հիմնական թեման է։ Շատ կարևոր է ընդգծել Ֆրանսիայի Օդեսեն դեպարտամենտի և Տավուշի մարզի միջև համագործակցության նշանակությունը, նոր աշխատատեղեր, երիտասարդների համար հնարավորություններ ստեղծելու և այն գյուղատնտեսական տնտեսություններին աջակցելու տեսանկյունից, որոնք ցանկանում են զբաղվել ագրոզբոսաշրջությամբ։ Ծրագրի հիմնական ուղղություններից են տեղական արտադրողների կարողությունների զարգացումը, գյուղական բնակավայրերում զբոսաշրջային առաջարկների ձևավորումը, ինչպես նաև բնության, մշակույթի և գյուղատնտեսության համադրությամբ նոր երթուղիների ստեղծումը։ Գիտենք, որ ժամանակակից Հայաստանում տուրիստական կամ տուրիզմի զարգացման հեռանկարները բավականին մեծ են, նույնիսկ մեր միջավայրում, մեր հորիզոնում դիտարկելով արդեն տուրիստների քանակությամբ կհասկանանք, այսինքն չլինելով մասնագետ, արդեն կհասկանանք, որքանով մեծ դինամիկա ունի զարգացման կամ պոտենցիալ ունի զարգացման։ Բայց դրա հետ միաժամանակ մենք չենք ֆիքսում, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը զուգահեռ մեծանում է, այսինքն թափոնների ավելացում, ռեսուրսների սպառում, ռեսուրսները միայն չֆիքսենք, որ դա էլեկտրաէներգիա եւ ջրի սպառում է, այև գյուղ արտադրանքի սպառումն ենք ֆիքսում։ Եթե ժամանակին կողմնորոշում էր լինելու արտահանման, հիմա տեղում սպառելու տուրիստի ներգրավելով, այսինքն ագրոզբոսաշրջության կայուն զարգացման նորից մեծ պոտենցիալ ունենք։ Այստեղ պարզապես պետք է ֆիքսել թե որքանով ենք մենք ներդրում անում այն ռեսուրսին, որը ջրի է տրվում մեզ։ Փորձագետների գնահատմամբ Տավուշն ունի ագրոզբոսաշրջային զարգացման մեծ ներուժ։ Մարզի բնական լանդշաֆտները, ավանդական գյուղատնտեսությունը, տեղական խոհանոցն ու մշակութային ժառանգությունը կարող են դառնալ զբոսաշրջային նոր արտադրանքի հիմքը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև փորձի փոխանակում ֆրանսիական կողմի հետ, կիրառելով գյուղական զարգացման և կայուն զբոսաշրջության ոլորտում հաջողված մոտեցումները։ Երբ որ գյուղացին գյուղատնտեսությամբ է զբաղվում, այս ամենի միջոցով կարող է նաև այդ ամենը վերածել հավելյալ եկամտի, ունենալով եւ աշխատատեղեր եւ արդեն նոր ծրագրեր, գաղափարներ իրականացնել գյուղերում, այսինքն երբ որ գյուղացին նույն գործողությունները կատարում է, անասուն է պահում, այգի է մշակում, ձիավարությամբ է զբաղվում կամ խաղող է արտադրում գինի, նույնը կարող է ցույց տալ ավելի գեղեցիկ ձևով եւ զբոսաշրջիկին հետաքրքիր ձևով։ Այսինքն մեր տարածաշրջանը ինքնին ունի այն պոտենցիալը, այն ամեն ինչը որ հետաքրքիր է ժամանակակից զբոսաշրջիկին, իրական կյանքը։
հերու այս networking-ից, այս on-line դարից, այն ամենը, ինչը որ հետաքրքիր է զբոսաշրջիկին։ Կարծում եմ ագրոզբոսաշրջությունը շատ անհրաժեշտ է մեր բոլորին ավելի զարգացնելու եւ մնալու համայնքում։ Տեղական ագրոզբոսաշրջային ցանցի ձևավորումը նպատակ ունի ստեղծել միասնական ցանց, որտեղ գյուղական տնտեսությունները, զբոսաշրջային կառույցները եւ համայնքները կկարողանան համատեղ ներկայացնել մարզի հնարավորությունները, ձևավորելով մրցունակ ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն։